Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան այս կիրակի 30 նոյեմբերին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցվո մեջ պիտի մասնակցի Սուրբ եւ անմահ բադարակի։ Այս մասին վարչապետ Փաշինյան հայտնեց ընկերային ցանցի էջին, նաեւ նշեց, որ ժամանակին այս եկեղեցվո մեջ մգրդված է ինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան կառավարության մեջ հանդիպում ունեցավ Հայաստանի այս արաքելական Սուրբ եկեղեցվո խումբը եպիսկոպոսներուն հետ։ Վարչապետը ողջունելով ներկաները շնորհակալություն հայտնեց անոնց հրաբարագային գերբով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար։ Վարչապետը իր խոսքի մեջ անդրադարձավ արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու խնդիրին եւ նշեց, որ պետության եւ հասարակության արժեքահենը լալը կապված է նաեւ հոգեվոր կյանքի հետ։ Արդարադատության նախարար Սրբուի Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումներու խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի անդամները քննարկած են դատախազության եւ քննչական մարմիններու վերաբերյալ ղեկավարումները։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան հերախոսազրույց ունեցած է Էստոնիա արտաքին գործոստնախարար Մարկուս Ցահկնայի հետ։ Կտեղեկացնեն Հայաստանի արտաքին գործոստնախարարութենեն։ Էստոնիա արտաքին գործոստնախարարը Արարատ Միրզոյանին տեղեկացուցած է 2026 թվականին Հայաստանի մեջ Էստոնիայի տեսփանադուն փանալու որոշումի մասին։ Նախարար Միրզոյան իր կողմնակցությունը հայտնած է Էստոնիա այդ կարևոր որոշման առիթով, ընդգծելով, որ այն իսկապես կարտահայտ է երկու երկիրներու միջև ձևավորված ամուր գործընկերությունը։ Տարածաշրջանային զարգացումներու բարունակի մեջ անդրադարձ կատարված է Թրիփ ուղի հաղորդակցություններու ծրագիրի կյանքի գոչմամբ ընձեռնվող գարելիություններուն։ Բրյուսելի մեջ Հայաստանի արտաքին գործոստնախարարի տեղակալ Ռոբերտ Ապիսողոմյան եւ Բելգիկայի արտաքին գործոստնախարարության գլխավոր տնօրեն Վերոնիկ Պետին քննարկած են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը, տարածաշրջանային գործընթացները եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, ինչպես նաեւ COP17 համաժողովի եւ Երևանի Գայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի քննադատաժողովի գազագերբչական աշխատանքները կդեղեկացնեն Հայաստանի արտաքին գործոստնախարարութենեն։ Զրուցակիցները կողմնակությամբ արձանագրած են բազմակողմ հարթակներու վրա եւ միջազգային գազագերբություններու մեջ Հայաստանի եւ Բելգիկայի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը։ Հունաստանի մեջ Հայաստանի Հանրապետության արտագաղթ եւ լիազոր տեսփան Տիգրան Մկրտչյան հանդիպում ունեցած է Հունաստանի արտաքին գործոստնախարարության Թիվանագիտական ակադեմիայի տնօրեն տեսփան Միխայել Ստիամեսիսի հետ։ Քննարկված են Հայաստանի Թիվանագիտական դպրոցի հետ շփումներու հերանեկարները ըստ 2017 թվականի ստորագրված համագործակցության հուշագիրին։ Ներկայացված է Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովը, որը գարչ ժամանակահատվածի մեջ վերածվեցավ միջազգային հիմնախնդիրներուն նվիրված կարևոր հարթակի։ Տիգրան Մկրտչյան անդրադարձած Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցերուն, մասնավորապես օգոստոսին Վաշինգտոնի մեջ ստորագրված փաստաթուղթերուն, հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղիին, խաղաղության խաչմերուկ նախագիծին, տարածաշրջանային այլ հարցերում։ Քննարկված են նաեւ Հայաստան-Հունաստան երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները զարգացնելու կարելիությունները։ Թուրքիո փոխադրամիջոցներու եւ ենթակառուցվածքներու նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն անդրադարձած է տարածաշրջանի մեջ հաղորդակցություններու աբաշրջափակման անոր խոսքով Թուրքիան միջին միջանցքի կարևոր օղակն է եւ օրեօր կմեծնե բեռնափոխադրումներ կատարելու ներուժը, ինչպես նաեւ Ադրբեջանի, Վրաստանի տարածքով եւ Կասպից ծովով անցնող գիծերը։ Ուրալօղլուն նշած է, որ Ադրբեջանը երկաթուղի կգառուցե Նախիջևանեն մինչեւ Հայաստանի հետ սահման, Հորադիզեն մինչեւ Բաքու հատվածը արդեն ավարտին մոտ է։ Թուրք պաշտոնյան նշած է, որ այդ ճամփայով գանցնի ինչպես երկաթուղին, այնպես ալ մեքենաները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ռուս-ուկրաինական պատերազմը դադրեցնելու ամերիկյան ծրագիրի մասին ասաց է. «Պայմանագիրի նախագիծ չեղած է հարցերու շարան, որոնք առաջարկված է, քննարկված եւ վերջնականապես ձևակերպված»։ Նախագահ Պուտին այս հայտարարությունը հրած է Բիշկեկի մեջ Ղրղըզստան այցի արդյունքներուն նվիրված մամլո ասուլիսին։ Ըստ անոր առաջարկներու մեջ եղած հարցերը Ռուսաստանն ու Ամերիկան քննարկած են Անկորիջի քաղաքական առաջ։ Ատկե հետո ծնավ 28 գետերեն կազմված հնարավոր պայմանավորվածություններու շարք ասաց է Պուտին։ Հոնկոնգի բնակելի համալիրներեն մեկում մեջ նոյեմբեր 26-ին փրկած ավերիչ հրթեհի զոհերու թիվը հասած է 94-ի, 76 անց վիրավոր է, 300 անց անհետ կորած, այս մասին հաղորդե BBC-ն։ Հոնկոնգի իշխանությունները հայտնած են, որ հրթեհաշիջման աշխատանքները ավարտին հասած են։ 8 շենքեր է բաղկացած բնակելի համալիրի մեջ կա 2000 բնակարան, որտեղ գաբրի ավելի քան 4600 անց։ Ըստ South China Morning Post լրատվամիջոցին, ապահովագրական ընկերությունը պետք է 260
միլիոն դոլարի չափ գումար վճարի վնասներու համար։ Չգան խմդածված սպանության համար ցերպակալված է 3 անձ, սա 1948 թվականին ի վեր քաղաքի մեջ արձանագրված ամենեն մահացու հրթեհն է, ըսված է հաղորդակցության մեջ։ Ամերիկան գրնա ընդմիշտ թատրեցնել քաղաքը երրորդ աշխարհի երկիրներեն, այդ մասին հայտարարած է նախագահ Դոնալդ Թրամփ։ Պիտի թատրեցնեմ քաղաքը երրորդ աշխարհի երկիրներեն, որբեսի Ամերիկայի համագարկը ամբողջովին վերականգնվի, գրած է Թրամփ ընկերային ցանցի մեջ։ Ան նաև հայտարարած է բոլոր դաշնային նպաստները չեղարկելու մասին այն մարդոց համար, որոնք Ամերիկայի քաղաքացիներ չեն։ Թրամփի վարչակազմը իր հերթին հայտարարած է, որ պիտի վերանայի 19 երկիրներեն Միացյալ Նահանգներ ներկախտած անձերու դրամատրված գրին քարտերը։ BBC-ի հարցումին թե որ երկիրները ընդգրկված են ցուցակի մեջ, գործակալությունը մատնանշած է Սպիտակ տան հունիսին ըրած հայտարարությունը, ուր ներառված են Աֆղանստանը, Կուբան, Հայիթին, Իրանը, Սոմալին եւ Վենեսուելան։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Միացյալ Նահանգները կպատրաստվի նոր գործողություն սկսիլ Վենեսուելայի մեջ ենթադրաբար թմրանյութերու աբորինի շրջանառությամբ սպաղող ցանցերուն դեմ։ Ան զինվորականներուն ասած է, որ շատ շուտով պիտի սկսին ցամաքային հարվածներ, ասած է Թրամփ զինվորականներուն կոհապանության օրվան առիթով անոնց հետ տեսազանգի ժամանակ։ Կհաղորդե CNN, Թրամփ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ կառավարության շարք անդամներուն դասակարգած է որպես օդարերկրյա ահաբեկչական գազམ་ակերպության անդամներ։ Հռոմի Լևոն 14-րդ Պապը իր առաջին արտասահմանյան ճամփորդությամբ Թուրքիա գտնվի։ Քահանայապետը նախ այցելեց Անկարայի մեջ Աթաթուրքի թամփարան, ապա հանդիպեցավ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ։ Էրդողանին հրավերով Անկարայի մեջ է նաև Բոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը, որը կմասնակցի Հռոմի Պապի բադվին գազམ་ակերպված նախագահական ընդունելության։ Իզնիկի մեջ, որտեղ ժամանակին կգտնվեր Նիկիա քաղաքը, Հռոմի Պապը պիտի մասնակցի Նիկիո դիեզերական ժողովի 1700-ամյակի դոնագադարությամբ։ Հռոմի Պապը նաև Բոլիս պիտի մեկնի։ Կգնգալվի, որ Լևոն 14-րդ պիտի այցելե Բոլսո հայոց պատրիարքարան, որտեղ պիտի հանդիպի պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանին հետ եւ աղոթե հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայրդաջարի մեջ։ Հռոմի Պապը պիտի այցելե նաև Ստամբուլի Գաբույթ մզգիթ։ Նոյեմբեր 30-ին Լևոն 14-րդ Պապը Թուրքիային պիտի մեկնի Լիբանան, ուր պիտի հանդիպի կրոնական առաջնորդներու հետ, ապա բադարակ պիտի մատուցե Բեյրութի ծովափին 2020 թվականին տեղի ունեցած բայթումի վայրը, աղոթելով ավելի քան 200 զոհերու համար։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը։